Բարի երեկո, տիկնայք և պարոնայք, մենք սկսում ենք ինչ, որտեղ երբ Հայաստանյան խաղերի 2026 թվականի գարնանային եթերաշրջանը, որն իրականացվում է Իգրա TV հեռուստաընկերության կողմից տրամադրված արտոնագրի հիման վրա։ Տիկնայք և պարոնայք, ավանդաբար գարնանային եթերաշրջանը մենք սկսում ենք արտամրցութային խաղով, որը նվիրված է մեր սիրելի կանանց, սակայն այսօր կանայք չեն խաղալու, այսօր խաղալու են կանանց համար, և այդ բարդ, բայց շատ հաճելի դերն այսօր ստանձնել են բոլորի կողմից շատ սիրված վիտամին ակումբի տղաները, և ես խաղի եմ հրավիրում Ռոբերտ Մարտիրոսյանի թիմին, ռեժիսոր Արման Սարգսյան, դերասան, երաժիշտ Գարիկ Պապոյան, սցենարիստ, շոումեն Կարեն Սահակյան, երգիչ շոումեն Արամ Սարգսյան, դերասան Վաչե Թովմասյան և թիմի ավագ, պրոդյուսեր, սցենարիստ Ռոբերտ Մարտիրոսյան։ Ռոբերտ Մարտիրոսյանի թիմի դեմ այսօր կխաղան Համլետ Մաթևոսյանը, Վահե Հարությունյանը, Գրիգորի Գաբրիելյանը, Էդիկ Ղազազյանը, Արամ Սահակյանը, Մայրանուշ Համբարձումյանը, Անահիտ Ղազարյանը, Բլից, Տաթև Մինասյանը, Ալինա Ավակյանը, Քրիստինե Հակոբյանը, Տիգրան Բաբայանը և հարց Յունիբանկից։ Ինչ, որտեղ երբ գարնանային խաղեր, հեռուստադիտողներն ընդդեմ գիտակների, հաղթող կճանաչվի այն թիմը, որը կվաստակի 6 միավոր, հաշիվն է 0-0, առաջին խաղափուլ։ Բարի երեկո հարգելի գիտակներ։ Բարի երեկո։ Պարոն Մարտիրոսյան, եթե դեմ չեք, ես ավելի, այսպես ասած, խորը ծանոթացնեմ թիմի հետ մեր հեռուստադիտողներին։ Սիրով։ Եվ այսպես, կենդանիների լավագույն բարեկամ Գարիկ Պապոյան։ Ես շնորհակալ եմ բարեկամներիս Կորյունի և Նարդոսի լավագույն հարևան Կարեն Սահակյան։ Մկրտիչ Արզումանյանի լավագույն բարեկամ Արամ Սարգսյան։ Օսկարակիրների լավագույն բարեկամ Վաչե Թովմասյան։ Ռեբեկա Սարգսյանի լավագույն հայրիկ Արման Սարգսյան։ Եվ սեղանի շուրջ նստածների լավագույն բարեկամ Ռոբերտ Մարտիրոսյան։ Լավներ։ Հաջողություն եմ մաղթում թիմին, պարոն Մարտիրոսյան։ Շնորհակալություն։ Ձեր դեմ խաղում է Համլետ Մաթևոսյանը, մարզական վերլուծաբան Վանաձորից։ Կնոջ պայուսակում հաճախ կարելի է հայտնաբերել հսկայական քանակությամբ տարբեր իրեր, որոնք անգամ այդ պայուսակի տիրուհին է երբեմն դժվարությամբ կարողանում գտնել։ Ուշադրություն հարցը։ Տեխնոլոգիական ինչ լուծում են առաջարկել Bayer ընկերության մասնագետները որոնողական աշխատանքը հեշտացնելու համար։ Ժամանակ։ Ինչ կա։ Կարող է դեղերի պես, որ դեղերս էս տարբեր Դա ինչ կա, մի րոպե, հեշտ գտնելու։ սեկցիաներով։ Չէ, բայց հեշտ գտնելու համար ինչ կա, նավիգացիա կա, Բայրը դեղագործական։ Դեղագործական է, բայց դեղը ինչ կարող է կապ Չէ, չունի։ նկատում ինքը ունի բաներ, դարակներ։ օրգանայզերներ ունեն, այս փոքր դարակներով ամեն։ Դե բայց բայրը կարող առաջարկել։ Բայց ուրիշ լուծում կարա լինի, կարա լապտերը լինի։ Կարա թափանցիկ Մեջը լինի։ լույս դրած լինի։ Կարա Թափանցիկ։ թափանցիկ լինի պայուսակը, որ ամեն ինչ երևա։ Ու դա մոդա էր ժամանակին։ Թափանցիկը մեկ, լավ, ուրիշ տարբերակ։ Ուրիշ ալ քեզ խեք բերել ստեղ։ Չէ, դու ասեցի։ Բայց թափանցիկ ինչի համար, որ կողմից։ Որ հեշտ գտնի։ Դրսից ինքան Մենակ ներսի կողմը։ Բայց դե դրսից բայց մի րոպե, կանացի պայուսակում։ Այս հետևը թափ։ Կանացի պայուսակում կարող պետք չի ամեն ինչ երևա, մեջը ինչ կրել։ 100%։ Կարող է պետք չի, շուտ կողմնացույցա նավի։ Ես ասում մի կողմը թափանցիկ, ներսի կողմից թափանցիկ, դրսի կողմից չէ։ Բժշկական է, բայց դե դեղարտադրողը ինչ օրինակ կարող է։ Դրա համար դեղերից էս ինքը բան է ունի, հատուկ դաշտ։ Թափանցիկը։ Երկու շաբթի Պարոն Մարտիրոսյան, ով է Բաղ պատասխանում։ հաղորդավար պատասխանում է Արամը Սարգսյան։
Արամը Սարգսյան։ Այո, իհարկե, բարթենք նրա վրա է ամեն ինչը։ Լսում ենք ձեզ, պարոն Սարգսյան։ Մենք մտածում ենք, որ Բայեր ընկերությունը առաջարկել է պայուսակը կանացի դարձնել ինչ-որ չափով թափանցիկ, որը տեսանելի կդարձնի մեջի պարունակությունը եւ կինը այս պարագայում արդեն հեշտությամբ կկարողանա գտնի ինչ-որ իր համար պետք է։ Հասկանալի է։ Կարելի է ասել ձեզ համար ինչ-որ առումով մասնագիտական հարց էր, հա, պարոն Սարգսյան։ Հա։ Բայերը հաշվի առնելով։ Այո։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Կնոջ պայուսակում հաճախ կարելի է հայտնաբերել հսկայական քանակությամբ տարբեր իրեր, որոնք անգամ այդ պայուսակի տիրուհին է երբեմն դժվարությամբ կարողանում գտնել։ Ահա թե ինչու մասնագետներն առաջարկել են կնոջ պայուսակը հագեցնել պարոն Արման Սարգսյան ներքին լուսավորությամբ լապտեր տեղադրել։ Լապտեր ասում եք։ Տարբերակ է եղել, հա։ 1-0 հոգու հեռուստադիտողների Համլետ Մաթևոսյանը բերում է առաջին միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունի բանկից։ Պարոն Մարտիրոսյան, Այո։ դուք պատասխանը պետք է տայիք ոչ թե Արամ Սարգսյանին, այլ Արման Ճիշտ եք Սարգսյանին։ ճիշտ եք ասում, բայց ոչինչ, մեկ չեք ընկճվում, չէ։ Ինչ որտեղ երբ Գառնանային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Յունի բանկը, մեր վստահելի գործընկերն է Եվրոստանույութ ընկերությունը, մեր համեղ գործընկերն է Աթենք ընկերությունը, մտքի թարմության մեր գործընկերն է Royal Armenia սուրճը, գովաստ Armenia TV-ի եթերում։ Բայեր բառը շատ էր խառնում, Շատ էր խառնում, էսի լավ։ Ուշադրություն, այսօրվա խաղի լավագույն գիտակին, ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր, ԱՊՀ եւ Բալթյան երկրների կինո կոնֆեդերացիաների միության անդամ Արման Չիլինգարյանը նվիրում է Կնքահայրը կինոընտանիքի լուսանկարչական ալբոմը սեփական մակագրությամբ։ Մեզ գրքեր տրամադրելու համար շնորհակալություն ենք հայտնում Զանգակ գրատների ցանցին։ Գրատան գործունեությանը ծանոթանալու համար կարող եք այցելել zangakbookstore.am կայք։ Շարունակում ենք խաղը, երկրորդ խաղափուլ։ Պարոն Արամ Սարգսյան, Այո, դուք բազմազավակ հայր եք։ այո։ Կցանկանայիք, որ ձեր երեխաները եւս գնային ձեր ընտրած ճանապարհով։ Դեմ չէի լինի, եթե ցանկանային գնալ այդ ճանապարհով, բայց ոնց որ թե դա ինձ չի սպասվում ու չի սպառնում։ Ոչ դեղագործ, ոչ երգիչ, ոչ շոումեն։ Հաղորդավարը տժում է քեզ վրա։ Դոհան չմնաց։ Ձեր դեմ խաղում է Տիգրան Բաբայանը։ Տնտեսագետ Երևանից։ Շախմատիստ Աշոտ Նադանյանը պատմում է, թե ինչպես է իր հոր ընկերը մի անգամ պատգամավորության տեխնացուին ասել, որ կքվյարկի նրա օգտին միայն այն դեպքում, եթե պատասխանի, թե ինչ է գրել Հովանես Թումանյանը 1917 թվականի դեկտեմբերին Անդրանիկ Օզանյանին ուղված հայտնի նամակում, սակայն քաղաքական գործիչը հարցի պատասխանը չի իմացել։ Տարիներ անց ընկերն այս պատմությամբ կիսվել է Նադանյանի հոր հետ։ Ասա ինձ Սերգեյ, ինչպես է դա հնարավոր, հարցրու փողոցում ցանկացած մեկին, բոլորը գիտեն այդ նամակի մասին, օրինակ դու գիտես, չէ՞։ Սերգեյը շփոթվեց, քանի որ ինքն էլ չգիտեր այդ հարցի պատասխանը։ Ուշադրություն, հարցը։ Ինչ սրամիտ պատասխան տվեց Նադանյանի հայրը իր ընկերոջը։ Ժամանակ։ Իսկ ինչ է։ Մի րոպե, ուրեմն Հովանես Թումանյանը լավ, 1917 թվականին Անդրանիկ Օզանյանին բան է ասել։ Հարցը վերջը։ Բանա գրել։ Բանա գրել։ Սրամիտ պատասխան։ Բնականաբար Նադանյանի հայրը Որ հարցին մի հատ հարցը կասել։ Դու էլ գիտես, չէ։ Դու էլ գիտես, սրամիտ Ամեն լավ բան ասել։ ասես ցանկացած փողոցովանցողին դու էլ գիտես, ասես ցանկացած Դե փողոցովանցող։ հա գիտեմ, դրա մասին ոնց կարա չիմանայի։ Իմանայի ուղղակի ասել է եւ ցրել է, Հա, իբր գիտի։ բնականաբար, Շողել եմ տատիկ։ Հարցավոր տալիս ես, բնականաբար գիտեմ։ Ու չասելով պատասխան ակտարկել է որ իսկ ինչ եք կարծում, կարող է դալիճ օգտություն վերցնենք, չտանջվենք սա։ Ոնց Կարեն ջան, ինչ ես մտածում դու։ Ես կարծում եմ դալիճին խցենք, մեզ հիշացնեն հարցին։ Եկեք մտածեք դալիճ օգտություն վերցնում եք թե չէ։ Այդ մի օգնությունն է։ Չէ, որ հա եկեք վերցնենք մի հատ։ Մի կարող ենք, չէ, պարոն հաղորդավար, որովհետեւ մի քիչ խուճուճ էր էլի սա մեզ համար մի քիչ։ Ինչ չկա այդ, նայելով չի։ Այս զբակ ասել, եթե չասել էլի կանից ենք վերջում։ Ես
ճիշտ հասկացա, որ դուք դալիճի օգնություն եք խնդրում։ Այդ դեպքում ես կարդամ հարցը, որից հետո Կարիք կա կարդալու։ Չէ, ասում են չէ։ Ասում են չէ, ժամանակ եկեք չծախսենք ընդ։ լավ, ինչ սրամիտ պատասխան տվեց Նադանյանի հայրն իր ընկերոջը 20 վայրկյան դալիճի օգնություն։ Ուրիշի նամակները, կներեք ինձ ավելի լավ։ Ուրիշի նամակները չեմ կարդում։ Դուք ասում եք տանն է։ Սրանիտը լավն է։ Դուք իսկ ուզում եք մենք կպարտվենք։ Շեմ ուրիշի նամակները չեն Շատ կարդում։ լավն է։ Պարոն Աղորդավար, Լսում եմ ձեզ, պարոն մեզ Մարտիրոսյան։ ուշեցին, որ դե այդպիսի հայտնի խոսք կա, որ չի կարելի կարդալ ուրիշի նամակները, ինձ թվում է նմանատիպ պատասխան է տվել նրան հայրը։ Հասկանալի է, Ուրիշի նամակները չի կարելի կարդալ։ Ուշադրություն, ճիշտ պատասխան է։ Աշոտ Նադանյանի հայրը Սերգեյը պատասխանեց. Իհարկե կներես ինձ, բայց ինձ փոքր տարիքից սովորեցրել են, որ ուրիշի նամակներ կարդալը լավ բան չէ։ Մեկ-մեկ Շնորհակալություն։ Դիմա դալիճի օգնությամբ հավասարեցնում է հաշիվը, սակայն Տիգրան Բաբայանը որպես փոխհատուցում ստանում է 50,000 դրամ պարգևավճար Յոնի բանկից, քանի որ թիմը հարցին պատասխանեց դալիճի օգնությամբ։ Տիկնայք եւ պարոնայք, մեր խաղին ներկա է Աթենք ընկերության բրենդ մենեջմենթի բաժնի ղեկավար Հայկ Հայրապետյանը։ Բարի երեկո, պարոն Հայրապետյան։ Բարի երեկո, պարոն Աղորդավար։ Այսօրվա խաղով պայմանավորված պետք է հարցնեմ, պարոն Հայրապետյան, հումորի հետ կապված ինչպես են գործերը ձեր կազմակերպությունում։ Պարոն Աղորդավար, հումորը Աթենք ընկերության անբաժանելի մասն է։ Այո, Աթենք ընկերությունը մեծ ընկերություն է, բայց այդ մեծությունը կապված է նաև Աթենքի թիմակիցների մարդկանց ու մարդկային մթնոլորտին, որը հումորից անբաժան է։ Յուրաքանչյուր ստորաբաժանումում ունենք հումորով լի, առանձնահատուկ հումորով լի մարդիկ, ովքեր մեր օրը դարձնում են ոչ լարված, դրական էներգիայով լի, այդպես։ Իսկ ինչ վերաբերվում է այսօրվա հաղորդմանը, այսօրվա մասնակից թիմին, ասեմ, որ այսօրվա թիմի հետ մեզ առանձնահատուկ ջերմ ընկերական հարաբերություններ են կապում, քանի որ շատերը գիտեն Ռոբերտը, այսպես ասած, ոչ պաշտոնական Աթենքի ամանորյա խոզի ազդրի բրենդ ամբասադորն է։ Այո։ Տարին մի Ես ամիս պատկերացնում եմ, պարոն Հայրապետյան, եթե ասեիք Գարիկն է բրենդ ամբասադոր Չէ, Աթենքի։ ես եմ Ռոբին Բուդը։ Այո, Ռոբին Բուդը, այսպես ասած։ Պարոն Հայրապետյան, Այո, մի հարցել կարելի ասեք, է, իհարկե։ որ այդքան շատ եք սիրում ընկերեք, համերգների տոմսեր կորպորատիվ ձեր աշխատակիցների համար գնել եք վիտամինի։ Անձամբ ես չեմ գնել, բայց շատ աշխատակիցներ գիտեմ, որ արդեն իսկ ունեն գնել են, շատ համերգներին էլ վիտամինի հետ կապված յուրաքանչյուր միջոցառմանը ներկա են գտնվում։ Շնորհակալություն, հիշեցնեմ միայն, որ Աթենք ընկերությունը այն հարցերի շարքից, որոնց գիտակները ճիշտ կպատասխանեն, կընտրի լավագույնը եւ հարցի հեղինակին կպարգևատրի 50,000 դրամի նվեր քարտով։ Շարունակում ենք խաղը, երրորդ խաղափուլ։ Պարոն Մարտիրոսյան, Այո, պատահել է, որ կարդակ ուրիշի նամակները։ ուրիշի նամակ չէ, չեմ կարդացի անկեղծ։ Վատա որ երկար ես մտածում արդեն։ Այ ուզում եի հիշեի, կարող է կարդացած լինել, բայց չէ, չեմ կարդացել։ Նամակ չկա իմ այր SMS-ի Չէ, մասին առաջ, է, չէ, չեմ եթե մտածում։ առաջ չէ, Լավ, չեմ կարդացել։ մեյլեր, ինչ տարբերություն։ Այ մեյլեր հա կարդացել եմ։ Չէ, չեմ կարդացել, անկեղծ չեմ կարդացել, որովհետև դա համարում եմ ես ստորկայլ։ Իսկ մոտիվացնող նամակներ խաղից առաջ գրել եք։ Չէ։ Ձեր դեմ խաղում է Մայրանուշ Համբարձումյանը, մանկավարժ Երևանից։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ողբերգական իրադարձություններից հետո Միացյալ Նահանգներում դրա պահանջարկը հայրենասիրական մղումներից ելնելով զգալիորեն աճեց։ Ներմուծումն ավելացավ ավելի քան 50 անգամ, ընդ որում ապրանքի զգալի մասը գալիս էր Չինաստանից։ Սակայն ամերիկացի օրենսդիրներին դա դուր չեկավ։ Մինեսոտա նահանգում նույնիսկ որոշում ընդունվեց, ըստ որի նահանգում վաճառվող բոլոր այդպիսի ապրանքները պետք է արտադրված լինեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ուշադրություն հարցը, ինչի մասին է խոսքը։ Ժամանակ։ Դրոշ է, Այդ է դրոշն է, որ վրան made in China չի կարա լինի, Ամերիկայի դրոշի։
Էդի մի տարբերակ։ Լավ, դե ուրիշ, բայց այս բանը։ Չէ, միանշանակ Հայրենասիրական, բայց էլ ինչ կարա, օրինակ այդ բանից հետո ահաբեկչությունից հետո ինչ կարա, բացի դրոշից։ Հայրենասիրական դրոշը անցանք։ Քանի որ Նյու Յորքում ա եղել, կարա լինի Twin Tower-ի։ Էդի դժվար է, ավելի շատ Չէ, ավելի շատ Կարող է այլով Նյու Յորքն է կարա լինի։ բայց անկախության, Ազատության լիքը ընդհանուր սուվինիրների մեջ ամենածախողը բայց դրոշը մի րոպե, հա, բայց դրոշը ավելի կբարգացներ, քան անկախության արձաններ, Չէ, դրոշի վրա Made in China գրածը իհարկե կբարգացնի։ բանն է, այդ ունենք, բայց դրոշը չէ, փսուս մնա։ էդ էլ է։ Դրա ինքնաթիռով։ Զերո մոտիվացիա է, էլի։ Լավ, պարոն Աղորթավար, կարող եք պատասխանել։ Կարող եք թեև ունեք դեռ մի քանի վայրկյան։ Դե այդ մի քանի վայրկյան հուսանք մեզ բան չի տա, Կարենը Սահակյան փորձենք պատասխանի այս հարցին։ Կարեն ջան։ Փորձեմ։ Լսում ենք ձեզ, պարոն Սահակյան։ Մենք կարծում ենք, որ խոսքը ԱՄՆ-ի դրոշների մասին էր, սուվենիրնի դրոշներ, որոնց վրա գրված էր Made in China, ինչն էլ դուր չէր գալիս ամերիկացիներին։ Հասկանալի է, ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Սեպտեմբերի 11-ից հետո ամերիկացիները սկսեցին զանգվածաբար դրոշներ գնել իրենց հայրենասիրությունը ցույց տալու համար։ Խոսքն իհարկե դրոշի մասին է, 2-1 հոգուտ գիտակներին, շարունակում ենք խաղը, 4-րդ խաղափուլ։ Պարոն Սահակյան, Այո։ ինչ եք կարծում, եթե Չարենցը ողջ լիներ եւ տեսներ, թե ինչով եք դուք իր անվան տակ զբաղվում, ինչպես կարձագանքեր։ Ինձ թվում է ես ողջ չէի լինի։ Այդ հենց կարձագանքեր։ Չէ, ինձ թվում է շատ նորմալ։ Ինքն էլ էր հումորի սիրահար։ Այո, հումորը եւ դե Չարենցն դե փոքրիկ տղա կլիներ այդ ժամանակ։ Ձեր դեմ խաղում է Վահե Հարությունյանը, շինարար Երևանից։ Ուշադրություն, հիերոգլիֆներ։ Ձեր առջև չինարեն բառ է։ Այս բառի երրորդ հիերոգլիֆը նշանակում է գունդ կամ գնդակ։ Առաջին երկուսը առանձին խորհրդանշում են որոշակի հնչյուններ։ Ուշադրություն հարցը։ Իսկ ինչ է նշանակում ամբողջ բառը։ Ժամանակ։ Պինգ-պոնգ։ 100% սա է նկար բառը։ Դա երևում է, այս կոմենկը ռակետկաներ։ Կանե, բայց ուրիշ տարբերակ եկեք, ուրիշ տարբերակներ։ Բասկետբոլն է, տենիս, ախեն։ Չէ, բայց ուրիշ տարբերակ։ Պինգ-պոնգ չինական իրանց, բադմինտոն, Բադմինտոնն էլ իրանց, բայց գնդակ չի։ Բադմինտոնը Պետրո Բալանա, Միանշանակ պինգ-պոնգն է։ Միա տեսքում ենքում ասես։ Չէ, բայց բադմինտոնը Պետրո գնդակն է, բայց Պետուր չասես, ինքը չէ։ բալանա, այո։ Գունդ կամ գնդակ, Գնդակ չէ, դու տարբերակներ միանշանակ։ ունես ազիզ։ Պինգ-պոնգ։ Լկտի եկավ բալասանը։ Պարոն Աղորթավար, կարելի է վաղաժամ պատասխանել։ Կիսավ աղաժամ։ Կարելի է, բայց րոպեն չեք խնայի դուք։ Այո, չենք խնայի, թող պատասխանի Արամը Սարգսյան։ Լսում ենք ձեզ, պարոն Սարգսյան։ Մենք կարծում ենք խոսքը գնում է պինգ-պոնգ խաղի մասին։ Պինգ-պոնգ։ Հասկանալի է, Պինգ, պարոն պոնգ, Սարգսյան։ գնդակ բերը։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Երրորդ հիերոգլիֆը նշանակում է գունդ կամ գնդակ։ Առաջին երկուսը համապատասխանաբար հնչում են որպես պին եւ պան եւ պոչիկով ուղղված են ձախ եւ աջ։ Պարոն Սարգսյան, խոսքը ոչ թե պինգ-պոնգի, այլ սեղանի տենիսի մասին է։ 3-1 հոգուտ գիտակների։ Ճիշտ է։ Պարզապես ես ձեր դեմքն էի ուզում տեսնել, երբ ասում էի ոչ թե պինգ-պոնգի, այլ սեղանի տենիսի մասին է։ Հայ, ոնց սիրտս գցես դուրս եմ ասես։ Ես է ներվայնացա քո վրա մի պահ։ Պարոն Սարգսյան, հետո եթերում անպայման ձեր դեմքը կնայեք այդ պահին։ Կարա դառնա մեմ, չէ՞։ Շարունակում ենք խաղը, 5-րդ խաղափուլ։ Պարոն Սարգսյան,
Որ մեկը։ Արամը, ով պատասխանում այո, է քիչ այո։ առաջ։ Որ սպորտաձևն եք ավելի շատ սիրում, սեղանի թենիսը, թե մեծ թենիսը։ Առայժմ այդ երկուսից հետո կասեք, եթե ամենասիրածը որն է։ Դիտել մեծ թենիսը, բայց ավելի շատ կարողանում եմ խաղալ սեղանի թենիսը, մեծով այդքան փորձ չունեմ։ Ամեն ինչի մեծն եք սիրում։ Այո։ Ձեր դեմ խաղում է Գրիգորի Գաբրիելյանը, երաժիշտ Գյումրիից։ 2018 թվականի տուն, որ Ջեկն է կառուցել ֆիլմի վերջում, գլխավոր հերոս, հանցագործ Ջեկը Վերգիլիուսի ուղեկցությամբ հայտնվում է դժոխքում։ Ուշադրություն հարցը։ Իսկ հայտնի ինչ երգ է հումորի նուրբ զգացում ունեցող ռեժիսոր Լարս ֆոն Տրիերի առաջարկով հնչում ֆիլմի ավարտին։ Եթե կարող եք, փորձեք կատարել մի հատված այդ երգից։ Ժամանակ։ ACDC Highway to Hell, կարող է։ Ես չեմ տեսել։ Որը հայտնի ինչ կա This is Gala Christri, this is the road to hell. This is the highway to hell. Բայց հակառակը Բայց եթե հումորային է կարող է հելի հետ կապված չի։ Կարա բանն են լինի, կարա Made in Heaven, եթե հակառակն են գնում Կարող է Led Zeppelin-ի բանը։ Stairways to Heaven կարա լինի։ Եթե հումորային է, գոնե տենց։ Ես չեմ տեսել ֆիլմը։ հակառակը դա շատ պրիմիտիվ Հակառակը։ չէ, հետ եմ ասում էլի որ Stairway to Heaven։ Հակառակը դրախտի մասին։ Դե այսքան տեղից ասճանելով դեպի դրա։ Հեգնական ինքը ինչ որ հումորազուց դրախտների մեջ տաքության հետ կապված շոու։ Երկ, հայտնի երկ։ հայտնի երկ դե ամենահայտնին է։ Անգլիա։ Որ մեկը դժոխքի թե դրա։ Լարս ֆոն Տրիերը պրիմիտիվ կներ, եթե դժոխքի մասին։ Չես նայել ռեժիսոր չէ՞։ ինչ երկ կդնեիր դու տենց մտած։ Բայց կը երկես այդ։ Ռեժիսորը երկես հիմա էլի։ Դե հաշվի առնելով սոլոնան եմ դիմաց։ Բոբ Դիլանի Ժամանակ, պարոնայք։ Ժամանակ, ով է պատասխանում։ Արամը Սարգսյան երկու տարբերակ տենց վերջին վարքյանից մի հատ էլ ծնվեց, Արամը թող երաժշտական կատարումով ձոնի մեզ, տեսնենք որն է։ Մեծ հաճույքով կլսենք։ Նույնիսկ եթե սխալ լինի, գոնե 0.5 միավոր երկելու համար մի հատ Կարող է դրախտի ալվան ծաղիկը։ Լռություն, պարոն Սարգսյան, լսում եմ ձեզ։ Մենք հակված ենք կարծել, որ դա Բոբ Դիլանի հայտնի Knocking on Heaven's Door երգն է, որը հնչում է այսպես. Knock, knock, knocking on Heaven's Door, հետո գիտար, մի քանի վայրկյան, հետո մի հատ էլ. Knock, knock, knocking on Heaven's Door, կամ էլ Stairway to Heaven, Led Zeppelin-ի։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պարոն Սարգսյան, եթե հիմա խոստանաք, որ կկատարեք այն երգը, որը ճիշտ պատասխանն է, ես կասեմ ձեզ ճիշտ պատասխանը։ Ինչ ունես գործնելու։ Կերկեք։ Ես որտե՞ղ եք ուզում գցեք մեզ։ Հնչելուց հետո ճիշտ պատասխանի Երկելուց հետո դուք այո, դուք մի կտոր, մի հատված կատարեք այդ։ Եթե ես իմանամ այդ երգը, ես խոստանում եմ կերկեմ սկզբից մինչև վերջ։ Մենք ուշադիր սկզբից մինչև վերջ կլսենք այդ հանճարեղ երգը։ Հումորի նուրբ զգացում ունեցող ռեժիսոր Լարս ֆոն Տրիերի առաջարկով դուք բոլորդ ֆիքսեցիք դժոխք բառը։ Ամեն ինչ ֆիքսեցիք բացի այն, որ երկու անգամ ես ասեցի Ջեք բառը։ Տուն, որ Ջեկն է կառուցել եւ հանցագործ Ջեկը։ Hit the road, Jack. Don't you come back no more, no more, no more, no more. Hit the road, Jack. Don't you come back no more. Stեղ բոլորի արդ. What you say? Hit the road, Jack. Don't you come back no more, no more, no more, no more. Hit the road, Jack. Don't you come back no more. Oh woman, don't you treat so mean. That I got woman that I ever see. But I guess if you say so, so I have to pack things and go. That's right. Hit the road, Jack. Don't you come back no more, no more, no more, no more. Hit the road, Jack. Don't you come back no more. Հետո աղջիկն է երկու։ Շնորհակալություն։ Դուք
ապահովեցիք շատ հաճելի իհարկե մեզ մթնոլորտ, բայց պարտվեցիք եւ Գրիգորի Գաբրիելյանը բերում է երկրորդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունիբանկից։ Ճիշտ պատասխանն էր իհարկե Ջեկը որ տենային։ Hit the road Jack երգը։ Շարունակում ենք խաղը 6-րդ խաղափուլ։ Պարոն Պապոյան, Այո, դուք ավարտել եք Սլավոնական համալսարանի զբոսաշրջության եւ գովազդի ֆակուլտետը։ ինչ ասեմ։ Երևում է եթերից, որ ավարտել եք գովազդի ֆակուլտետը։ Իսկ երբ եք վերջապես զբաղվելու ձեր մասնագիտությամբ։ Ես խոստանում եմ մտնել իմ մասնագիտություն լրիվ խորը զբաղվելու, հենց Արամը դառնա դեղագետ։ Ես կբացեմ դեղագետ, իսկ ինքը կգովազդի։ Բլից տղեր։ Ռոբերտ, դուք ինչ եք դառնալու այդ դեպքում։ Ես ավարտել եմ Երևանի Պետական տնտեսագիտական համալսարանի ապրանքագիտություն եւ ապրանքի որակի փորձաքննություն բաժինը։ Ապրանքագետ։ Դառնալու եք ապրանքագետ, Ես հարցել եմ, Հենց մեծանը Բլից, 3 հարց յուրաքանչյուրի համար 20 վայրկյան քննարկման հնարավորությամբ։ Մեկ միավոր վաստակելու համար գիտակները պետք է պատասխանեն բոլոր 3 հարցերին։ Ուշադրություն, առաջին հարցը։ Ջուլիետտա Մանուկյանը Իտալիայի Կաստելնովո դի Սոտո քաղաքից հարցնում է. Համաձայն Լե գրող Յուլիան Տուվիմի ինչ է բավական անել, եթե ուզում ես ծանոթանալ նույնիսկ ամենահեռու բարեկամներիդ հետ։ Ժամանակ Արստանալ, լոտո շահել, Ակամ հարստանալն էլ է, մանաս չես Հարստանալ։ հանդիպելն էր, եթե սեր հանդիպել, հա։ Կամ մահանել ասես խայտռակ լինի։ Դավայցեմ, հարստանալը, հա։ Հարստանալ, որ մահանում է։ Այսօր կամ վիճակախաղով ինչ-որ բան շահել։ Ժամանակ, պարոն Մարտիրոսյան, ով է պատասխանում։ Պատասխանում է Գարիկ Պապոյանցը։ Լսում ենք ձեզ, պարոն Պապոյան։ Մենք կարծում եմ Ես կարծում ենք հարստանալն է ճիշտ պատասխանը։ Փորձը ցույց է տվել նույն մոտ։ Իմ հարստացած բարեկամի մոտ ցույց է տվել, մենք բոլորս իրան լավ ճանաչում ենք։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Լե գրող Յուլիան Տուվիմը գտնում էր, որ ամենահեռու բարեկամների հետ ծանոթանալու համար բավական է հարստանալ, ազգականներդ մի անգամիցի այդ կգան եւ գումար կխնդրեն քեզնից։ Ուշադրություն, երկրորդ հարցը։ Հուսիկ Ղուլիջանյանը Մեծամորից խնդրում է ձեզ ավարտել ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆետի միտքը։ Երեխաներին պետք է տալ այնքան գումար, որպեսզի նրանք զգան, որ կարող են անել ամեն ինչ, բայց ոչ այնքան շատ, ժամանակ, Որ իրանց փոխարեն ինչ-որ մեկ անի ամեն ինչ։ Չէ, թե այնքան շատ, որ ոչ մի բան չաշխատի։ Որ չաշխատեն, էլի։ Ստաս որ չաշխատի։ Եղան պետք է տան այնքան գումար, որ կարող Ամեն ինչ անեն, ոչ թե ստիպեն ինչ-որ մեկ իրանց փոխարեն ամեն ինչ անի։ Այդ գումարով ստիպեն ինչ-որ մեկ իրանց փոխարեն ամեն ինչ անի, այլ իրանք անեն։ Հա, դա կարա է տարբերակը լինի։ Դա մեկ ուրիշ ինչ։ Չէ, դա ինձ թվում է խոսքը ընդհանուր։ ժամանակ, պարոն Մարտիրոսյան, լսում ենք ձեզ։ Գարիկի համար կկրկնեք, Գարիկը փորձի պատասխանել վերաձևակերպի իր միտքը։ Ավարտեք ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆետի միտքը։ Երեխաներին պետք է տալ այնքան գումար, որպեսզի նրանք զգան, որ կարող են անել ամեն ինչ, բայց ոչ այնքան շատ, որպեսզի նրանք կարողանան այնպես անել, որ իրենց փոխարեն ինչ-որ մեկը անի ամեն ինչ։ Հարստանալ մի խոսքով, հարստանալը։ Որ զգան, որ կարան անեն ամեն ինչ, բայց չկարանան անեն։ հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Ուորեն Բաֆետը պնդում է, երեխաներին պետք է տալ այնքան գումար, որպեսզի նրանք զգան, որ կարող են անել ամեն ինչ, բայց ոչ այնքան շատ, պարոն Մարտիրոսյան, որ կարողանան իրենց թույլ տալ ոչինչ չանել։ Դե վստահ չէ ես, հա։
Տենց ասեցի, հա։ Հուսիկ Ղուլիջանյանը բերում է երրորդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունիբանկից։ Իսկ մենք շարունակում ենք խաղը 7-րդ խաղափուլ։ Պարոն Մարտիրոսյան։ Այո։ Վիտամին ակումբը իհարկե չի սահմանափակվում 6 անդամներով։ Այնուամենայնիվ, ինչպես կայացրեցիք այսօրվա թիմի կազմի ընտրությունը։ Ճիշտ ասած, Ամենախելացիներին եք ընտրել։ Չէ, ճիշտ ասած կարիք չեղավ ինչ որ վիճակահանության շնորհիվ կայացնենք, որովհետև Արմուշը երկրում չէր, ոնց որ ավտոմատ չկարողացավ մասնակցել։ Եթե լիներ նոր կսկսենք որոշեինք ում փոխարեն լինի կամ Արմուշ կամ չէ, քանի որ չկար, տենց հեշտ այս 6 հոգու վրա կանգնեցինք եւ եկանք։ Հասկանալի է։ Քրիստինե Հակոբյան, ձեր դեմ խաղում է Քրիստինե Հակոբյանը, ֆինանսիստ Գավառից։ 2019 թվականին Բավարիա ֆուտբոլային ակումբը Չեմպիոնների լիգայի խաղարկությունում պետք է մրցեր Լիվերպուլի դեմ։ Այդ խաղից առաջ գերմանացիները Բավարիայի խաղացողներ Մաց Հյումելսի, Թոմաս Մյուլլերի, Ռոբերտ Լևանդովսկու եւ Մանուել Նոերի մասնակցությամբ մի զվարճալի լուսանկար հրապարակեցին, որը երկրպագուների շրջանում որոշակի հուշեր արթնացրեց։ Ուշադրություն հարցը։ Հայտնի որ լուսանկարի իրենց տարբերակն էին ներկայացրել Բավարիայի կրեատիվ աշխատակիցները։ Ժամանակ։ Վաղաժամ պատրաստան։ Լսում եմ։ Վստահ եմ, որ Արմանն էլ գիտի պատասխանը, եթե Լիվերպուլը ու 4 հոգի Արման, խնդրում եմ։ Beatles խմբի այդ Abbey Road ստուդիայի դեմի զեբրան ոնց է հայերեն։ Անցում։ Զեբրի անցումի ֆոտո Ինտերպրետացիան ֆոտոյի։ Այո։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Բավարիան պետք է մրցեր Լիվերպուլի դեմ։ Ուշադրություն էկրանին։ Լուսանկարում Բավարիայի խաղացողները 60-ականների ոճի սանրվածքով անցնում են իրենց մարզումային դաշտում գտնվող երևակայական հետիոտնային անցումով։ Այսպիսով գերմանացիները ձևափոխել էին Beatles խմբի Abbey Road ալբոմի շապիկի լուսանկարը 4-3 հոգուտ գիտակների։ Դուք ունեք խնայած 1 րոպե լրացուցիչ։ Այո։ Շարունակում ենք խաղը 8-րդ խաղափուլ։ Պարոն Պապոյան։ Ես եմ։ Լիվերպուլյան քառյակի օրինակով Դավթաշենյան, Եռյակ կամ որևէ այլ երաժշտական համույթ ընկերներով չեք պատրաստում ստեղծել։ Սիրով կանենք, պարզապես Դավթաշենի բոլոր զեբրները ջնջված են։ Չգիտենք որտեղ նկարվենք։ Փոսերում, պարոն Պապոյան, փոսերի մեջ Ոսերում նկարվեք։ նկարվել ենք, չենք երևում։ Խորն են շատ խորն։ Ձեր դեմ խաղում է Էդիկ Ղազազյանը, ուսանող Գյուղշահումյան, Վրաստան։ 1947 թվականին Ջոն Ստեյնբեքը այցելեց Վրաստան։ Այցի ավարտին գրողը կատակում էր, որ Վրաստանում առաստաղներից բացի այլ բան չի տեսել։ Ուշադրություն հարցը։ Ինչ պատճառ էր բերում Ստեյնբեքը։ Ժամանակ։ Միշտ վրացիները հայտնի են իրենց գինը։ Խմելու պատճառն է եղել գինու խմելն։ Օզով պատճառով։ Լավ, ժողովուրդ, էսի անցանք Ստեյնբեքի հետ կապված, ասենք թե ինչ կա օրինակ, ինչ գիտենք բացի Չէ, դե Ստեյնբեկը կապ չունի, ստե Վրաստանի։ Չէ, գրողա ցասման ողկույզների գրողն է, բացի ինչ կա ուրիշ ինքը իր հետ կապված մտածենք։ Մեկ էլ իմացանք, որ շատ խմել է սիրել։ Լավ գինի խմել չի իմացել։ Վրացավարի պատիվ են տվել, հայավարի չենք։ Չէ, հայավարի, հայ։ Հա, վերևը նայելա։ Լավ, ուրիշ տարբերակներ բայց ասեք, էլի Արման ջան, ուրիշ տարբերակ ասեք։ Չէ, ուրիշ տարբերակ։ Քնել է սիրել։ Զարգաց գնաց արի։ Միշտ բարկացը չէ, դա պատասխանը։ Իսկ կարող եմ Վրացիներից պանիկա մեկ րոպե վերցնենք մի հատ մտածենք։ Պարոն հաղորդավար, Լսում եմ մենք ձեզ։ քանի որ պրոֆեսիոնալ խաղացողներ չենք, մեզ մոտ տարբերակը գալիս է, ասում ենք, տենց մտածելը մի քիչ բարդ է այդ
գեղեցիկ հարցին պատասխանին հասնելու բանը դեռ չենք վարպետացել։ Այս անգամ կպատասխանի Վաչեն Թովմասյան, իդեպ ինչու Վաչեն, որովհետև նա փոքրինչ արմատներով Վրաստանից է, Բաթումից եւ նա կխոսի, խնդրում եմ։ Կամարջոբա։ Լսում ենք ձեզ, պարոն Թովմասյան։ Մենք կարծում ենք, որ նա առաստաղները միայն տեսե, քանի որ հիմնականում եղել է գինովցած վիճակում եւ նաեւ վրացի կունենա ավանդույթը խմելու այդ ռոգը ոնց է պոզով եւ նա հիմնականում տեսել է առաստաղներ հենց դրա պատճառով։ Հասկանալի է ձեր պատասխանը։ Գինարբուքների Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Ջոն Ստեյնբեքը կատակում էր, որ Վրաստանում առաստաղներից բացի այլ բան չի տեսել, քանի որ նրան անընդհատ գինի էին հյուրասիրում, որը նա խմում էր եղջյուրից, հայացքը ստիպված հառելով առաստաղին։ 5-3։ Սուրճի ժամանակն է։ Պարոնայք, այս պահին մեր ակումբում սուրճի ընդմիջում է։ Հիշացնում եմ։ Վայելեք Ռոյալ Արմենիա սուրճը եւ թարմացրեք ձեր միտքը։ Ինչ որտեղ երբ գարնանային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Յունիբանկը։ Մեր վստահելի գործընկերն է Եվրոստանույութ ընկերությունը։ Մեր համեղ գործընկերն է Աթենք ընկերությունը։ Մտքի թարմության մեր գործընկերն է Ռոյալ Արմենիա սուրճը։ Գովաստ Armenia TV եթերում։ Տիկնայք եւ պարոնայք, մեր դահլիճում ներկա է Յունիբանկի վարչության նախագահի առաջին տեղակալ Արարատ Ղուկասյանը։ Բարի երեկո, պարոն Ղուկասյան։ Բարի երեկո, պարոն Աղաթավար։ Պարոն Ղուկասյան, նախ ինչպես կգնահատեք տղաների խաղը։ Իսկ մեկ բառով, ուրախ։ Պարոն Ղուկասյան, ձեզ չի թվում, որ այս խաղից հետո անգամ նրանք, ովքեր երբեք չեն շփոթել, ինչ որտեղ երբը կավեենի հետ կսկսեն շփոթել։ Չգիտեմ, բայց այս խաղից հետո ես ավելի հաճախակի կգնամ վիտամին կլուբ։ Ինչ շատ դուր եկավ իրենց խաղը։ Շնորհակալություն, պարոն Ղուկասյան։ Շնորհակալություն, պարոն Ղուկասյան։ Շարունակում ենք խաղը, 9-րդ խաղափուլ։ Ինչ որտեղ երբ խաղի բոլոր սիրահարների համար կարող ենք ասել, որ 3W ինտելեկտուալ ակումբում պարբերաբար կազմակերպվում են մրցաշարեր, որոնց հաղթողները կստանան բացառիկ հնարավորություն մասնակցելու ինչ որտեղ երբ հեռուստաակումբի 2026 թվականի արտամրցութային խաղերից մեկին։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 041 55 04 96 հեռախոսահամարին։ Արամ Սահակյան։ Ձեր դեմ խաղում է Արամ Սահակյանը, սպորտային մեկնաբան Վանաձորից։ 1998 թվականին Ֆրանսիայի հավաքականը առաջին անգամ դարձավ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն։ Այդ տարի ֆրանսիացի ֆուտբոլասերները միմյանց տեսնելիս հաճախ էին ասում այս նախադասությունը. 1998-ը լավ տարի էր ֆրանսիական ֆուտբոլի համար։ Ֆրանսիան դարձավ աշխարհի չեմպիոն։ 20 տարի անց 2018 թվականին Ֆրանսիայի հավաքականը երկրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։ Չեմպիոնությունից հետո ֆրանսիացի երկրպագուները կրկնում էին 20 տարի առաջ ասված հայտնի նախադասությունը, սակայն այլ կերպ էին ավարտում այն։ 1998-ը լավ տարի էր ֆրանսիական ֆուտբոլի համար։ Ուշադրություն հարցը. ինչպես էին նրանք ավարտում նախադասությունը։ Ժամանակ։ 20 տարի անց կարող է Ձյումայի հետ կապել։ Աֆրիկականից թվում է։ Ինչի աֆրիկական։ Սևամորտն են էլի հիմնականում այս տարի։ 98 թվականի Աֆրիկայի ֆուտբոլի համար։ ֆրանսիականներից դե հիմնականում Զիդան, հա, դեշամներ, բաներ, Բարտեզ։ Քիչ ռասիստական պատասխան չի։ Բայց մենակ է դրամաբանական։ Դա մի տարբերակ, լավ, ֆրանսիական։ Բրազիլացիքին են, չէ՞։ Ամերիկացին Բրազիլիային են կրել, այս տվին Խորվաթիա։ Խորվաթիայի նախտը 98 թվին Ֆրանսիայում էր,
2018-ին Ռուսաստանում էր։ Ռուսաստանում էր 18-ին, հա։ Ֆրանսիական ֆուտբոլի Օ, համասարան։ Ռուսաստանում կարող է որ գրել են ռուսներ։ Էնի իրանց մոտ էր։ Բառազինը 98-ը, բայց չէ, հա։ 98-ը իրանց մոտ էր, 98-ը, 18-ը Ռուսաստանում Ազիվ էր։ ռուսական դաշտում կրեցին, Չգիտեմ, կարող է ռուսներին, ռուսներին, սկիզբը նույնը չէ, սկիզբը նույնն է, լավ։ Ինքը Նապոլեոն բան կա։ Հարցը որ կրկնի հարմար Չէ, Չեմ հասկանում ընդհանրապես որ Ֆրանսիական ֆուտբոլի երևի աֆրիկական ֆուտբոլի։ այս տարի լավ կարիեր Ֆրանսիայի ֆուտբոլի համար։ Ժամանակ, պարոն Մարտիրոսյան։ Պատասխանի Արմանը Սարգսյան։ Լսում ենք ձեզ, պարոն Սարգսյան։ Որ խնդրեմ հարցի ձևակերպումը կասեք, վերջի Ինչպես էին նրանք ավարտում նախադասությունը։ աֆրիկական ֆուտբոլի համար։ Աֆրիկական ֆուտբոլի համար։ Հասկանալի է։ Ուշադրություն ճիշտ պատասխանը։ Պարոն Սարգսյան, հատուկ միացրեցինք էկրանը, ում տեսակ դուք էկրանին։ Ով էր էկրանին։ Այդ պահին Էմբապեն։ Այո։ Երկրորդ չեմպիոնությունից հետո ֆրանսիացի երկրպագուները կրկնում էին 20 տարի առաջ ասված հայտնի նախադասությունը, սակայն այլ կերպ էին ավարտում այն։ 1998-ը լավ տարի էր ֆրանսիական ֆուտբոլի համար։ Ծնվեց Կիլիան Մբապեն։ Արամ Սահակյանը բերում է 4-րդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունի բանկից։ Իսկ մենք շարունակում ենք խաղը 10-րդ խաղափուլ։ Պարոն Արման Սարգսյան, Այո։ դուք ի տարբերություն ձեր թիմակիցների երջանիկ մարդ եք։ Հանգիստ կարող եք գնալ գնումների, լինել հանրային վայրերում եւ ձեզ առանձնապես այդպես շատ չեն ճանաչում։ Դա իրոք երջանկություն է։ Այո, ես հենց դրա համար եմ ապրում։ Չեք նեղվում դրանից։ Չէ, ընդհանրապես ուրախանում եմ շատ։ Բայց մենք դες չի որ նեղվում ենք, որ գնում ենք առևտուր անելու։ Ես ասեք դե Ես տղաների փեթակից համար դուրս եմ անում առևտուր։ Պետակից դուրս չեմ գալիս։ Հարց Յունի բանկից։ Ռոբի սիրած տեղն է։ Հարց Յունի բանկից։ Բրիտանացի գրող Ջոն Ֆաուլզը գտնում էր, որ 18 տարեկանում մեզ շատ է մտահոգում, թե մեր մասին ինչ են մտածում մարդիկ։ 40 տարեկանում մեզ համար արդեն միևնույն է, թե մեր մասին ինչ են մտածում։ Եվ միայն 60 տարեկանում մենք վերջապես հասկանում ենք, որ ուշադրություն հարցը ավարտեք Ջոն Ֆաուլզի միտքը։ Ժամանակ։ ճիշտ էին մտածում, հա։ Չէ, որ մահանալուց առաջ կարող է Ինչ են իմ մասին մտածում, շատ է հետաքրքրում ինչ էին մտածում, 40-ում արդեն միևնույնն է, իսկ 60-ում Որ չեն մտածում մեր մասին։ որովհետեւ մենք ինչ ենք մեր մասին մտածում։ Դու ինքդ քո մասին ինչ կարծիք ես կարող։ Բանը պրիմիտիվ է, չէ՞ որ 60-ում հասկանում եմ, որ ոչ մեկը չի մտածում մեր մասին։ Այո, մենք մեր մասին Ոչ մեկ էլ չի մտածում, այդ ասի բացի մեզնից ոչ մեկ բացի մեր մասին իրականում ոչ մեկ չի էլ մտածում։ Ինքը երևի ոնց որ ծնողների մենակ թողելու խնդրեմն է երևի ուզեց է բարձրացնել։ Այո, երևի չէ, այդ խնդիրն։ Որ մեր մասին ոչ մեկ չի էլ մտածում, այո։ որ բացի մեզ Մենակ մենք ենք մտածում, Մենակ մենք ենք մտածում մեր մասին, ինքը մի քիչ հասարակ, բայց 1 րոպե ունենք։ Չէ, Եկեք չի։ որ մեր մասին ոչ ոք չէր մտածում, որտեղ Չէ, ինձ թվաց գիտես 18 տարեկանում ովքեր են մեր մասին մտածում, 40 տարեկանում Հասկացա, ես այտենց կպատասխանեմ։ Տեսված 10 վայրկյաններ։ որ մեկներ 10 վայրկյաններ ոնց է 40-ը որոնց է 40-ը միացածեք Միևնույն է։ Միևնույնն է 60 տարեկանում ոչ մեկ էլ չի Իրականում ոչ մեկ էլ մեր մտածում մասին։ Ժամանակ։ Պարոն, պատասխանում? ուզում եմ Գարիկ Պապոյանը պատասխանի այս հարցին եւ ստանա լավագույն գիտակ հաղորդման, որ աթենք մսամթերքի Լսում ենք ձեզ, պարոն աթենք Պապոյան։ մսամթերքի 50,000 դրամանոց նվերկարտը տակն է, ես դրա ձեռքից վերցնեմ։ Գարիկ ջան, Մենք կարծում ենք, որ 60 տարեկանում մարդիկ հասկանում են, որ իրենց մասին ոչ ոք չէ մտածում։ Հասկանալի է ձեր պատասխանը, ուշադրություն ճիշտ պատասխանը։ Պարոն Պապոյան, դուք իրոք այդպես եք մտածում, թե Ջոն Ֆաուլզը ձեր կարծիքով ստորաբար ստում է։ Նու ես նա ստում է։ Ինչ հարցը չեմ հասկանում։ Բրիտանացի գրող Ջոն Ֆաուլզը գտնում էր, որ 18 տարեկանում մեզ շատ է մտահոգում, թե մեր մասին ինչ են մտածում մարդիկ։ 40 տարեկանում մեզ համար արդեն միևնույն է, թե մեր մասին ինչ են մտածում, եւ միայն 60 տարեկանում մենք վերջապես հասկանում ենք, որ մեր մասին իրականում ոչ ոք էլ չի մտածում։
6-4 ես արձանագրում եմ գիտակների հաղթանակը եւ նշում հաղթողների անունները։ Արման Սարգսյան, Գարիկ Պապոյան, Կարեն Սահակյան, Արամ Սարգսյան, Վաչե Թովմասյան եւ թիմի ավագ Ռոբերտ Մարտիրոսյան։ Պարոն Հայկ Հայրապետյան, Այո, լսում եմ, պարոն հաղորդավար։ դժվար խնդիր ունեք, պետք է որոշեք ով էր այսօրվա խաղի լավագույն գիտակը։ Ուզում են ասեն Արման, բայց չեն ճանաչում։ Քանի որ պարոն Մարտիրոսյանն է սենց աչքերով ցույց տվեց ու ուղղորդեց, հա, իրոք Գարիկ Պապոյանը ֆավորիտ է։ Այսօրվա խաղի լավագույն գիտակ է ճանաչվում Գարիկ Պապոյանը եւ ստանում է Կնքահայրը կինո ընտանիքի լուսանկարչական ալբոմը Արման Չիլիգանյանի մակագրությամբ։ Թիմի բոլոր անդամներին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նվիրում է առաջիկա համերգի հրավիրատոմս 2 անձի համար։ Հիշեցնեմ, որ Մարմարե արծվի մրցանակակրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նվիրում է 20-րդ համերգաշրջանի աբոնեմենտային քարտ։ Իդեպ մի փոքր հայտարարություն ապրիլի 14-ին մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կնշի իր 20-ամյա հոբելյանը։ Համերգի հատուկ հյուրը աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգն է, որն առաջին անգամ է գալիս Հայաստան։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյան։ Պարոն Արարատ Ղուկասյան, եկավ ժամանակն ընտրելու լավագույն հեռուստադիտողին։ Հիշեցնեմ, հարցերը դուք ընտրեք, պարոն Ղուկասյան։ Համլետ Մաթևոսյան, կնոջ պայուսակի մասին հարցը, Գրիգորի Գաբրիելյան, Hit the Road Jack երգի մասին հարցը, Հուսիկ Ղուլիջանյան, երեխաներին տրամադրվող գումարի մասին եւ Արամ Սահակյան, Կիլիան Մբապեի եւ ֆրանսիական ֆուտբոլի մասին հարցերը։ Պատասխանեմ։ Այո, լսում ենք ձեզ։ Ընտրեք Իմ կարծիքով լավագույն հարցը Վորեն Բաֆետի խորհուրդն էր երեխաներին տրվելիք գումարի մասին։ Շնորհակալություն։ Հուսիկ Ղուլիջանյանը ճանաչվում է այսօրվա խաղի լավագույն հարցի հեղինակ եւ ստանում է լրացուցիչ 50,000 դրամ գումար Յունիբանկից։ Աթենք ընկերությունը այն հարցերի շարքից, որոնց գիտակները ճիշտ են պատասխանել, կընտրի լավագույնը եւ հարցի հեղինակին կպարգեւատրի 50,000 դրամի նվեր քարտով։ Պարոն Հայկ Հայրապետյան, հիշեցնեմ այդ հարցերը եւ դուք ընտրեք։ Տիգրան Բաբայան, ուրիշների նամակները չկարդալու մասին հարցը, Մայրանուշ Համբարձումյան, ամերիկյան դրոշի մասին, Վահե Հարությունյան, սեղանի թենիսի մասին, Ջուլիետտա Մանուկյան, բարեկամների հետ ծանոթանալու մասին, Քրիստինե Հակոբյան, Լիվերպուլյան քառյակի լուսանկարի եւ Էդիկ Ղազազյան, Եղջյուրից խմվող գինու մասին հարցերը։ Եկեք Եղջյուրից խմվող գինու մասին հարցինել ուղարկենք մեր ընկերության նվեր քարտը։ Շնորհակալություն Էդիկ Ղազազյանը ստանում է 50,000 դրամի նվեր քարտ Աթենք ընկերությունից։ Խաղն ավարտված է, շնորհակալություն խաղին մասնակցելու համար։ Իսկ մենք կհանդիպենք մեկ շաբաթից Armenia TV-ի եթերում։